Եկեք միասին բացենք առաջին Կորինթացիներին 15-րդ գլուխը։ Պողոս առաքյալը խոսում է ամենակարևոր պատմական իրադարձության մասին։ Առաջին Կորինթացիներին 15-րդ գլուխ կկարդամ առաջին խոսքից։ Եղբայրներ, ձեզ ծանուցում եմ այն ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք եւ որով հաստատվեցիք, որով եւ կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչ ինքս ընդունեցի, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ համաձայն գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ գրքերի համաձայն, որ երևաց Կեփասին, հետո այն 12-ին, հետո միանգամից երևաց 500-ից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են, ապա երևաց Հակոբոսին, հետո բոլոր առաքյալներին, ամենից հետո երևաց նաև ինձ, վիժվածքիս, որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ, եւ արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծո եկեղեցին հալածեցի։ Պողոս առաքյալը գրում է, նա ինձ էլ երևաց։ Այսօր հենց այս մասին պիտի խոսենք, նա ինձ էլ երևաց։ Դա Պողոսն ասաց իր անունից։ Կարող եք այսօր դուք էլ ձեր անունից ասեք, արդյոք նա հայտնվել է ձեզ, եթե հայտնվել է, ասենք, նա ինձ էլ երևաց։ Լյու Վոլես անունով մի անձնավորություն կար, որ իր նկարը հեսա։ Լյու Վոլես անունով մի անձնավորություն, այսպես տեսնում եք իր հայացքից արդեն խստապահանջ զինվորական ամերիկացի իրավաբան նահանգապետ 1861-ից 1865 թվականներին նա ԱՄՆ-ում եղել է քաղաքացիական պատերազմի ժամանակվա գեներալ, այսինքն մարտնչող գեներալ էր, շատ արյունահեղություն էր տեսել եւ սպանություններ, վերջիվերջո քաղաքական գործիչ դարձավ եւ գրող։ Նա որոշեց իր աթեիստ ընկերոջ ազդեցության պատճառով որոշեց մի ուսումնասիրություն անի եւ ամբողջ աշխարհին ապացուցի, որ Քրիստոսը չի եղել, որ Քրիստոսը հարություն չի առել, որ նման պատմական կերպար ընդհանրապես չի եղել։ Հետևաբար նա հավաքեց տարբեր գրքեր, սկսեց ուսումնասիրություններ անել, գիտական աշխատություններ կարդալ, արխիվները բացել, հունական եւ հռոմեական պատմիչներին ուսումնասիրել, եբրայական ավանդույթները ուսումնասիրել եւ հսկայական ահռելի քանակությամբ գրականություն հավաքեց։ Եվ թեպետ ինքը աթեիստ էր, բայց իր կինը հավատացյալ էր, շատ էր վշտացած իր կինը, աղոթում էր իր ամուսնու համար, որ այդ գործը նա չանի, բայց նա ավելի խանդավառ էր անում։ Եվ Լյու Վոլեսը հետևյալը գրեց, նա ասաց. «Իմ բոլոր հավաքած փաստաթղթերը փոխարեն ապացուցեին, որ Հիսուս Քրիստոսը չի եղել, ապացուցում էին, որ նա եղել է։ Եվ մի օր, երբ գլուխս բռնած մտորում էի, այն անձը, ում դեմ ես նյութեր էի հավաքել եւ գիրք էի գրում, ում դեմ ես տրամադրված էի, զգացի, թե ինչպես մոտեցավ ինձ։ Այդ գիշեր ես արցունքներով քնեցի»։ Մի քանի օր անց Լյու Վոլեսը իր սիրտը բացում է Քրիստոսի առաջ եւ իր կնոջ հետ միասին աղոթք են անում, ապաշխարում է, կյանքը տալիս է Հիսուսին, դառնում է քրիստոնյա։ Որտեւ այն անձը, որի դեմ նա գրում էր, մոտեցավ նրան։ Հետո նայեց այդ բոլոր հավաքած գրականությանը, գիտական աշխատություններին եւ կնոջն ասաց, «Եւի սրանք դենն է դեմ, որովհետեւ անիմաստ է»։ Կինն ասաց, «Ոչ, դու պատմական փաստեր ես հավաքել, որոնք քեզ օգնել են հասկանաս եւ հավատաս նրա գոյությունը։ Արի այդ փաստերը գործածենք նրա փառքի համար։ Արի իլուր ամբողջ աշխարհի փաստենք նրա հարությունը»։ Արդյունքում Լյու Վոլեսը գրեց մի գիրք, որ կոչվեց Բեն Հուր եւ դարձավ շատերի սիրելի
ֆիլմը, որից ֆիլմ նկարահանվեց, երկու անգամ հոլիվուդյան ֆիլմ, մեկը 50-60-ական թվականներին եւ մյուս այս վերջերս նկարահանվեց։ Ովքեր են տեսել Ben-Hur ֆիլմը։ Ում վրա է տպավորություն թողել։ Եթե չեք տեսել, կարծեմ YouTube-ում էլ պետքա լինի այդ ֆիլմը, թե ինչպես առաջին դարի պատմական կերպար Ben-Hur անունով, ինչպես դարձի եկավ եւ գտավ Աստծո որդի Հիսուս Քրիստոսին։ Լյու Ուոլեսը անաստվածից դարձավ աստվածաբան եւ հռչակավոր հեղինակ, որով փաստեց Քրիստոսի հարությունը։ Քույրեր եղբայրներ, ինչպես նա վկայեց, ասաց՝ ում դեմ որ ես գործում էի, նա մոտեցավ ինձ, ես նրան տեսա։ Կարող ենք այսօր մենք էլ Պողոսի նման, Լյու Ուոլեսի նման ասել՝ նա ինձ էլ երևաց, նա ինձ էլ հայտնվեց։ Քույրեր եղբայրներ, հարությունը դա սիմվոլիկ մի տոն չի, ինչպես աշխարհի մեջ են ասում, դա սիմվոլիկ զուտ մի խորհրդանիշ չի, թեպետ աշխարհի համար այդպես է, դա գաղափար չի, այլ տոն է կենդանի փրկչի մասին եւ տոն է նաեւ մեր ապագայի մասին։ Քրիստոնեությունը մի հավատք է, որ հիմնված է ոչ թե առասպելների վրա, այլ իրադարձության վրա։ Եվ այդ իրադարձությունը պատմական իրադարձություն է, դա Քրիստոսի հարությունն է։ Ամեն։ Եվ Քրիստոսի հարությունը շատ բան է տվել մարդկությանը, շատ բան է տվել աշխարհին, բայց ինչ է տվել ինձ։ Եվ այսօր ուզում եմ այդ հարցը ամեն մեկից տանք եւ պատասխանը տանք։ Ինչ է պատահում այն մարդու հետ, ով հանդիպում է հարության Հիսուս Քրիստոսին։ Պողոսը մի ցնցող բան ասաց, նա ինձ էլ հայտնվեց, նա ինձ էլ երևաց։ Իսկ ինչ կարող ես ասել քո մասին։ Կարողանում ես նույն վստահությամբ մարդկանց ասել, ինձ էլ երևաց, իմ կյանքն էլ փոխվեց։ Մենք այսօր այս պատգամի մեջ մի քանի բան կտեսնենք իրար հետ։ Առաջինը կտեսնենք, որ ինչ է լինում, երբ որ Քրիստոսը հայտնվում է։ Հիսուսը երբ որ հայտնվում է, նա փոխում է կյանքերը։ Ինչ է լինում նրանց հետ, ում նա հանդիպեց, եւ ինչ կլինի մեզ հետ, եթե նա մեզ հանդիպի։ Տեսեք, առաջին Կորինթացիներին 15-րդ գլուխը, որ կարդացինք, հետեւյալն է ասում. եղբայրներ, ձեզ ծանուցում եմ այն ավետարանը։ Եթե ձեզ հարցնեն, կարող եք հակիրճ ներկայացնել այդ ավետարանը, ահա այդ ավետարանը, որ Պողոսն էր քարոզում, Պետրոսն էր վկայում, Հակոբոսը նահատակվեց այդ ավետարանի համար, Թովմասն ու Բարթողիմեոսը մեզ հասցրեցին այդ ավետարանը։ Ավետարան, այսինքն բարի լուրը, որ ընդունեցիք։ Կան այստեղ մարդիկ, ովքեր ընդունել են այդ ավետարանը։ Ընդունեցիք, առաջինը մենք պետք է այդ ավետարանը ինչ անենք, նախ պետք է քարոզվի, հետո լսողները պետք է ընդունեն, ոմանք էլ ինչ են անում, հակառակվում են եւ մերժում են։ Ընդունեցիք, որով հաստատվեցիք։ Ընդունելը բավարար չի, մենք պետք է ինչ անենք, հաստատվենք այդ լուրի վրա։ Հաստատվել բառի արմատը հուշեք ինձ որն է, հաստատ է։ Իսկ դու հաստատ գիտես, ոչ թե պարզապես հույս ունեմ, մտածում եմ, լավ կլինի, ենթադրում եմ, ես հաստատ գիտեմ եւ հաստատված եմ այդ հաստատ, չէ, ֆիզիկայի մեջ կարծում ասում են կոնստանտ, չէ, կոնստանտ, անփոփոխ ճշմարտության վրա։ Հաստատվեցիք, որով եւ կփրկվեք։ Ինչով կփրկվենք։ Այդ ավետարանի մեջ հաստատվելով կփրկվենք, երբ կփրկվենք, ինչ պայմանով, նայեք հաջորդը ուշադիր կարդացեք, եթե քույրեր եղբայրներ փրկությունը պայման ունի, կփրկվեք, եթե, հիմա հուշեք ինձ, բարձր, մի տեսակ լավ չեմ տեսնում, իմ փոխարեն կարդացեք, եթե ամուր, ոչ թե թուլ, Գյումրեցիներն ասում են թուլանք, այսինքն թուլոտ, ոչ թե թուլ, այլ ամուր։ Ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի։ Քույրեր եղբայրներ, խոսքը պետք է ոչ միայն պահել, այլև ամուր պահել։ Եթե չպահես խոսքը, չես փրկվի։ Այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ Ահա տեսեք ինչ ասում խոսքը։ Հետևաբար ավետարանի համար պետք է գին վճարել։ Մեր փրկության համար վճարված է այդ գինը, բայց մենք պետք է այդ գինը պահենք,
հաստատվենք դրա մեջ, ամուր պահենք։ Հետո ասում է նախ ես ձեզ ավանդեցի այնինչ ինքս ընդունեցի, Պողոսն էր ընդունել սա, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ։ Կարող ենք մենք էլ ասել այս խոսքերը, Քրիստոսը մեր մեղքերի համար ինչ եղավ, մեռավ։ Ավետարանի առաջին ուրեմն պատգամը հետևյալն է. Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ։ Կարող ենք հիմա անձնավորել եւ ասել Քրիստոսը իմ մեղքերի համար մեռավ։ Քրիստոսը ոչ միայն իմ մեղքերի համար արեց դա, ոչ միայն ինձ համար արեց դա, մենք համարը, որ միշտ լսում ենք համար եւ մտածում ենք դե ուրեմն ես դրան արժանի է, որ իմ համար դա արեց։ Իմ համար արեց, բայց ուզում եմ այս համարի կողքը նաև դնել փոխարեն բառը, լրիվ վիճակը փոխվում է։ Քրիստոսը ոչ միայն իմ համար մեռավ, այլ նաև իմ փոխարեն մեռավ։ Հետևաբար Քրիստոսի մահը փոխարինող մահ էր։ Իմ փոխարեն նշանակում է, որ այդ ես պիտի մեռնեի։ Այդ օրը Երուսաղեմում մի անձնավորություն կար, որ վստահ կարող էր ասել, որ Քրիստոսը հաստատ իմ փոխարեն մեռավ։ Դա ես պիտի մեռնեի, ինքը մեռավ։ Եվ ես ազատ արձակվեցի։ Իր անունն էր Վազգեն, Աշոտ, Մամիկոն, դուր քո անունը, դու ես, քո փոխարեն։ Լավա Բարաբայի վրա գցելը, բայց այդ Բարաբան մենք էինք։ Մենք պետք է Աստծո ցասումը խմեինք այդ բաժակը, մեզ վրա պետք է գար Աստծո բարկությունը։ Շատերս ասում ենք հիմա Քրիստոսը իր մահով մեզ փրկեց եւ մի քանի օր առաջ տնային եկեղեցում հարց է տալիս ինչից փրկեց եւ ասում են ամեն ինչ բացի մեկ բանից։ Ասում են փրկեց դժոխքից եւ ճիշտ էին ասում։ Փրկեց սատանայից ճիշտ էին ասում։ Փրկեց անեսքից դուք ասեք, էլ ինչից փրկեց։ Հիվանդություններից փրկեց, մահից փրկեց, դևերից փրկեց, մեղքից փրկեց, չարիքից փրկեց։ Բայց ամենակարևոր բանը, որ չենք ասում, մոռանում ենք, ամենադաժան բանը, ամենաանշրջելի բանը, որ մարդը չի կարող դա փոխել, Քրիստոսը մեզ փրկեց Աստծո բարկությունից, քույրեր եղբայրներ։ Սատանայից փրկվելը դժվար չի, եթե հավատաս, հա, բայց Աստծո բարկությունից ով կարող է փրկել։ Աստված բարկացած է, Աստված խռոված էր, Աստված թշնամացած էր մեղավոր մարդու հանդեպ, Աստված ուզում էր պատառոտեր եւ մենք դա տեսնում ենք հին կտակարանում, նա վերացրեց ջրհեղեղով մարկությանը, որովհետեւ Աստված բարկացած էր մեղքի պատճառով։ Գրված է սարսափելի բան է կենթանի Աստծո ձեռքը ընկնել։ Եթե ընկնես սատանայի ձեռքը կամ ի ձեռք, որ քեզ կփրկի այնտեղից, բայց եթե այն մեկը, որ քեզ պիտի փրկեր եւ չի փրկում, դա սարսափելի է։ Ուրեմն Քրիստոսը խաչով, իր մահով եւ հարությամբ մեզ փրկեց Աստծո բարկությունից։ Նա Աստծո կնճիռները հարթեցրեց։ Աստված այլևս բարկացած քեզ չի նայում, Աստված իր սիրտը բավարարված է, նա խաղաղված է քեզ նայում։ Եվ մենք էլ կարող ենք դա վայելել իր հայացքը։ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, ավետարանի առաջին անփոփոխ կետն է մեր մեղքերի համար։ Կխնդրեմ եղբայրները հերթով կարդան Հռոմեացիների 5-րդ գլուխ 8-րդ խոսքը Սամվել եղբայրը կկարդա, թե էլ ինչ արեց Քրիստոսը մեզ համար եւ մեր փոխարեն։ Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, երբ մենք մեղավոր էինք, եւ Քրիստոսը մեզ համար մեռավ։ Քրիստոսը մեզ համար մեռավ։ Երբ մեռավ, երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Աստված իր սերը հայտնեց մեզ, նա մեզ համար մեռավ։ Սա կարևոր փաստ է։ Երկրորդ Կորինթացիներին 5:21-ում Գեորգ եղբայրը կարդա։ Որովհետև Աստված, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Հիսուսին մեզ համար մեկտեղ գրված է մեղ կարեց, մեղավոր արեց, մեղավոր դարձրեց, որ մենք Աստծո արդարությունը ճանաչենք եւ ճաշակենք։ Առաջին Պետրոս 3:18 մեզ համար էլ ինչ արեց։ Որովհետև Քրիստոսը էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեցավ, այն արդար անարդարների վրա, որ մեզ մոտեցնե Աստծուն։ Որ թեև մեռավ մարմնով, բայց կենթանի եղավ հոգով։ Ամեն։ Նա մեզ համար, մեր մեղքերի համար մեռավ, որ մեզ ինչ անի, մոտեցնի
Աստծուն։ Եվ Գաղատացիներ 3:13-ը ինչ արեց մեզ համար Քրիստոսը։ Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքիցը, մեզ համար անեծք լինելով, վասոզի գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը։ Նա մեզ համար անեծք եղավ, որպեսզի մեզ գնի անեծքից եւ ուրախ լուրն այն է, որ այդ անեծքը այլևս մեզ վրա չի գալու։ Այն անեծքը, որ Աստծո բարգությունից էր գալիս, Քրիստոսը իր վրա վերցրեց։ Եվ վերջինը Եսայա 53:5-6-ը էլ ինչ արեց նա մեզ համար։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրը իր ճանապարհին դառավ եւ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Նա հարվածվեց մեզ համար, նա վերցրեց մեր հիվանդությունները, ցավը, մեղքը, վիշտը, մեզ համար նա հարվածվեց, որպեսզի մենք բժշկվենք նրա վերքերով եւ օրհնվենք։ Ուրեմն եկեք երեք ճշմարտությունները բարձրաձայն հիմա ասենք սիրելիներ, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ։ Ուրեմն նա մեռավ եւ երկրորդը նա թաղվեց, նա դրվեց գերեզման, որը հիմա դատարկ է։ Ինքս եմ գնացել, ինքս եմ մտել, ինքս եմ համոզվել։ Դու գիտեք, աշխարհի ամենաշատ այցելվող վայրերից մեկը մեր Տիրոջ գերեզմանն է։ Միլիոնավոր տուրիստներ են գնում այնտեղ, որպեսզի իրենք մտնեն եւ համոզվեն, բայց ուզում եմ մի բան ասել քույրեր եղբայրներ, կարիք չկա գնաք հասնեք Երուսաղեմ, որ համոզվեք, մենք արդեն համոզվել ենք, որ գերեզմանը դատարկ է, որտեղ մեր սիրտը լիքն է։ Մի անգամ մի կիրակնորյա ծառայության ժամանակ կիրակնորյա ուսուցչուհին հանձնարարեց երեխաներին, ասաց երեխաներ հաջորդ կիրակի Սուրբ Զատիկն է, հարությունը եւ տանը մի աշխատանք կկատարեք, մի տուփ պատրաստեք, որը գերեզմանի խորհուրդն է եւ այդ տուփի մեջ մի բան կդնեք, որ կհանեք այդ տուփից եւ ցույց կտաք, թե գերեզմանից ինչ դուրս եկավ, ինչ խորհրդանիշ ունի այն ձեզ համար։ Ուրեմն մանուկներից մեկը մի սերմ դրեց, ծլեցրած սերմ դրեց մեջը եւ ցույց տվեց իր ուսուցչուհուն, որ այս սերմը, որ հիմա այս տուփից դուրս է գալիս, խորհրդանշում է նոր կյանք։ Այս օրերին շատերն են, չէ, սերմը ծլեցնում են, ցորենի եւ այլն, որ խորհրդանշում է նոր սկիզբ, նոր կյանք, որ այդ սերմից դուրս եկավ այդ ծիլը, գերեզմանից դուրս եկավ Քրիստոսը, գեղեցիկ խորհրդանիշ։ Մյուսը մի թերթիկ դրեց, որի վրա գրված էր հույս, եւ այդ թերթիկը հանելով ասաց, որ Քրիստոսը որ դուրս եկավ, այսինքն մեր հույսը գերեզմանում չմնաց, մեր հույսը դուրս եկավ գերեզմանից։ Մեկ ուրիշն էլ մի ծաղիկ դրեց եւ դուրս հանեց այդ տուփից ծաղիկ, որ խորհրդանշում էր նոր կյանք, որ Քրիստոսը մեզ նոր կյանք տվեց, ծաղկունք տվեց, մենք ծաղկեցինք, հոտ ստացանք, բուրմունք եւ կյանքի բույրը տարածվեց Քրիստոսի հարությամբ, շատ գեղեցիկ էր։ Բայց մի տղա կար անունը Հարութ, որ անգամ մտային խնդիր էլ ուներ ինքը եւ բերում է մի դատարկ տուփ եւ ուսուցչին նայում է, ասում է դե Հարութը շատ բան չի հասկանում, իրան չշփոթեցնեմ, տեսնում եմ տուփը դատարկ է, ասում է շատ չշփոթեցնեմ իրան, երեխեքի մոտ ված չզգա, որոշում է շրջանցի, բայց հետո ասում անկեր կարն է, չեք ուզում ինձ այնց հարցնեք, բայց ես ինչ եմ բերել իմ տուփի մեջ։ Ուսուցիչը շատ է շփոթվում, ասում է, այս երեխեն դե պարզամիտ չէ, մտքի խնդիր ունի, շատ էլ պարզամիտ մեկն է ինքը, ախր բան չի բերել, որ ես հարցնեմ, բայց ստիպված հարցնում, ասում է Հարութ ջան, բա դու ինչ ես դրել տուփի մեջ, քո տուփը ինչով է լցված, ասում է իմ տուփը ներկայացված, այս տուփը, որ Հիսուսի գերեզմանն է ներկայացնում, ես մի բանով եմ լցրել, որ կոչվում է դատարկություն։ Իմ տուփը լցված է դատարկությամբ։ Սա է ինձ համար Հիսուսի գերեզմանի խորհուրդը, դատարկ է, լիքն է դատարկությամբ, այսինքն գերեզմանը դատարկ է, սա է հարության խորհրդանիշը, դատարկ գերեզման, երեք մեր եղբայրներից մեկին եմ զանգում, ասում եմ ուր ես, ասում եմ գերեզմանոցում եմ, ասում եմ ինչ ես անում, ասում եմ խոտերն եմ հավաքում, դե պարզա, որ իր ծնողի համար գնացել էր, խնամել էր, որ կոկիկ լինի, ասում եմ այնքան մարդ կա, այնքան մարդ,
Եվ ես անջատում եմ, ասում եմ, Երանի թե մենք ոչ թե գերեզմանոցում նշենք այդ տոն, այլ եկեղեցիներում նշենք։ Մեր ազգը եկեղեցիներում լինի։ Հետո գնանք գերեզմանոց, բայց գնալուց էլ այս լուրով գնանք։ Երեք այդ եղբորն եմ ասում եմ, դե քանի տեղ ես առիթից օգտվի մի հատ բարձր հայտարարի, որ Քրիստոս հարություն առավ մեռելներից։ Ասում կլսեն, ասում դե մեկ էլ տեսար, մեկը լսեց, քեզ արձագանքեց։ Բայց ամեն դեպքում սա բարի լուր է ոչ միայն ողջերի համար, բարի լուր է նաև մեռածների համար։ Ոչ ոք ձեն չի անում, մեռած լռություն այստեղ։ Իրանց համար էլ է, որովհետև նա երբ որ մահացավ գրվածը, որ նա գնաց բանտում եղող, գերեզմաներում եղող, դժոխքում եղող, մահվան այդ կապանքների մեջ կապված հոգիներին էլ բարի լուրը տարավ, հայտարարեց եւ հռչակեց, որ հույս կա ձեզ համար, հարության հույս կա ձեզ համար։ Ուրեմն առաջին մեր մեղքերի համար մեռավ, երկրորդ նա թաղվեց եւ շատ կարեւոր է որ գրված է, ասում է գրքերի համեմատ դա արվեց։ Ինչպես որ գրված էր այդտեղ եղավ, ուրեմն մեր կյանքն էլ Երանի գրքերի համեմատ լինի, որ գրքերի սուրբ գրքերի, ամեն։ Եթե Քրիստոսը գրքերի համեմատ ապրեց եւ մեռավ էլ եւ հարություն առավ, մենք էլ պիտի գրքերի համեմատ ապրենք այս երկրի վրա, որպեսզի գրքի համաձայն էլ հարություն առնենք։ Ուրեմն երրորդ օրը ասում է հարություն առավ։ Եվ սա պատմական եւ անձնական փաստ է, նա հարություն առավ։ Բայց դրա վրա կանգ չի առնում Աստծո խոսքը քույրեր եղբայրներ, նա հետո ասում է Պողոս առաքյալը շարունակում է ասում է եւ երևաց մարկանց, չէ՞։ Շարունակությունը այդպես է գրված, նա հայտնվեց, մեղքերի համար մեռավ, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, հետո երևաց։ Սա էլ կարևոր է։ Որտեւ եթե այս 4-րդ կետը չլինի, այն 3 կետը չի իրականանա իմ կյանքի մեջ։ Այն 3 կետը պատմական փաստ կլինի պարզապես, դասագրքային ճշմարտություն կլինի, բայց ինձ համար կարևոր է միայն այն ոչ թե որ Քրիստոսը մեռավ իմ փոխարեն թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նաև կարևոր է որ նա երևա իմ կյանքի մեջ։ Նա երևաց, երևաց, նա երևաց իրական մարկանց։ Հիսուսը հարություն առնելուց հետո չանհետացավ, անտեսանելի չդարձավ, նա անմիջապես երկինք չգնաց, նա երևաց, նա ուզեց, որ մարդիկ իրեն տեսնեն, իրեն մոտենան, իր ձայնը լսեն, իրեն շոշափեն, չէ, եւ զգան իրեն, դիպչեն իրեն, երևաց, ըստ ավետարանի, ըստ Պողոսի ավետարանի տեսնում ենք, որ երևաց Կեփասին, երևաց Պետրոսին, ով էր Պետրոսն այդ ժամանակին չնրան երևաց, նա տապալված ձախողակ առաջնորդ էր, 3 անգամ ուրացավ Տիրոջը, երևաց Պետրոսին, որ նրան ուրացել էր, հետո երևաց այն 12-ին երևաց, ասում է գիրքը, 12 աշակերտներին, որոնք նա որտեղ երևաց, Վերնատանը ավակվեց դուռն էլ պինդ փակել էին, նա երևաց փակ դռների հայտնվեց, փակ դռների միջակայքում երևաց վախեցած հետևորդների, որոնք փակվել էին Վերնատանը, վախը նրանց փակել էր, վախը նրանց մեկուսացրել էր, չկար իրենց վարդապետը, նա երևաց նրանց, հետո նա երևաց 500 հոգու միաժամանակ գրված է, 500 տղամարդու է իմ մոտ գրված, հետևաբար կանանց այն ժամանակ չէին հաշվում, ուրեմն ավելի շատ մարդու հավանաբար հայտնված կլիներ նա երևաց 500 հոգու միաժամանակ, որպես հարության անժխտելի վկայություն, հետո երևաց, երևաց, Հակոբոսին երևաց, ով էր այս Հակոբոսը, նա տարբեր էր 12-ից, 12-ի մեջ չէր, հետևաբար սա այն առաքյալը չի, սա իր մարմնավոր եղբայր Հակոբոսն է, որ գրեց Հակոբոսի թուղթը, նա երևաց Հակոբոսին իր մարմնավոր եղբորը, ով էր Հակոբոսը, ինչ դիրք ուներ Հիսուսի հանդեպ մինչև հարությունը, գրված է, որ նրա քույրերն ու եղբայրները եկան Եվ կանչեցին, ասին, մեր եղբայրը ինչ է եղել, գժվել է, մեր եղբայրը գժվել է, խանգարվել է, եկել ենք տուն տանենք իրեն, ծաղրում էին, չէին հավատում Հիսուսին, ասում են, դե գնա քո անձը ցույց տուր Երուսաղեմի մարդկանց, բայց ասում է, հեգնում էին նրան,
թերահավատ էին եւ ծաղրում էին, նա հայտնվեց Հակոբոսին, ով իր եղբայրն էր, բայց ծաղրում էր, եւ վերջում հայտնվեց Սողոսին, ով ոչ միայն չէր հավատում, այլ նաեւ հալածում էր Հիսուսին։ Ուրեմն Կեփասը, որ ուրացավ, 12-ը, որ վախեցան, 500-ը, որ որպես հարության վկայություն, Հակոբոսը, որ թերահավատ էր, եւ Սողոսը, որ ոչ միայն չէր հավատում, այլև հալածում էր Հիսուսին, հալածում էր եկեղեցին, եւ Պողոսն ասում է, վերջում էլ ինձ հայտնվեց։ Բայց կարող ենք այսօր մենք շտկել Պողոսին եւ ասել, չէ, Պողոս առաքյալ, քեզանից հետո էլ ինձ հայտնվեց եւ շարունակում է Հիսուսը հայտնվել աշխարհի մեջ տարբեր վայրերում նա երևաց իրական մարկանց։ Հետաքրքիր է, որ այս ցուցակի մեջ Պողոսը վերջինն էր եւ չէր փնտրում Հիսուսին։ Եթե նրանք ինչ որտեղ փնտրում էին, Մարիամ Մագդաղենացին փնտրում էր, գտավ։ Պողոսը չէր փնտրում։ Պողոսը քրիստոնյաներին էր փնտրում, որ իրենց ձերբակալեր եւ հալածեր, բայց Հիսուսը գտնվեց նաեւ նրա կողմից։ Ինչ է սա նշանակում, որ Հիսուսը երևում է ոչ միայն նրանց, ովքեր նրան փնտրում են, այլև նրանց, ովքեր նրան չեն էլ փնտրում, արժանի էլ չեն նրան, բայց նրանց էլ նա հայտնվում է։ Հիշում եք նա ասաց, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Քույրես, եղբայրս, դու որ հիմա այստեղ ես լսում ես այս պատգամը, դա քո ընտրությունը չի, ուզում եմ վստահեցնել, Տերը քեզ ընտրեց։ Տերը քեզ որոշեց, Տերը քեզ ժամադրեց այս վայրում, որ դու լսես այս պատգամը եւ գնաս եւ շարունակես վկայել։ Մի անգամ մի շատ ծայրահեղ մահմեդական երկրում էի ես, որտեղ արգելված է Հիսուսի անունը տալ։ Դուք գիտեք, որ Իսրայելում մի օրենքի նախագիծ է շրջանառվում խորհրդարանում հիմա, որ ով որ Իսրայելում հրեաներից ասի Հիսուս, բառը անունն արտաբերելու համար ձերբակալություն 2 տարվա։ 2 տարվա։ Անգամ մեկը մի հրեա փողոցում կանգնի եւ ասի Հիսուս Քրիստոս, նրան դատ եւ ձերբակալություն է ասում։ Նման օրենք Իսրայելում երբեք չի եղել։ Հիշում եք առաջին դարում քահանաներն էին ասում, արգելենք, որ այս անունից չխոսեն։ Եվ այս օրենքը մեծ իրարանցում է առաջացրել եւ եկեղեցիներում այնտեղի գտնվող ասում, բա մենք ինչ ենք անելու։ Պետականորեն ուզում են Հիսուսի անունը արգելեն։ Բայց ոչ մի օրենք չի կարող նրա Սուրբ Հոգուն արգելել։ Հիսուսին չի կարող արգելել։ Գիտեք, երկրներ կան, որ չեն կարող մենք գնալ, մեզ վիզա չեն տա, չեն կարող գնալ այնտեղ ավետարան քարոզել։ Հիսուսը վիզայի կարիք չունի։ Ինքը ամեն ուրեք իրեն հայտնի է դարձնում։ Եվ ես մի ծայրահեղ մահմեդական մի երկրում էի, եւ մի ընկեր ունեի, որ տաքսիստ էր, եւ այդ երկրում տաքսիները մեր երթուղային տաքսիների նման են, այսինքն կապ չունի մի հոգի մեջը նստած է, ճանապարհից ուրիշին էլ կվերցնի, հետո մեկ ուրիշին կվերցնի, թե նույն գծով է ինքը գնում։ Եվ ես իրան ասի, լսի, արի գնանք մագնիտոֆոն գնենք քեզ համար, մեքենայիդ համար, եւ հոգեվոր այդ երկրի լեզվով դիսկ դնենք, երգեր։ Եվ տեսնենք մարդկանց ռեակցիան։ Գնացինք, մագնիտոֆոն առանք, հոգևոր դիսկ դրեցինք, ես նստեցի առջևում եւ հայլու մեջ նայում էի մարդկանց արձագանքը։ Ես տեսա ինչպես են շատերը արտասվում եւ լսում են Հիսուսի անունը եւ ոչինչ չէին ասում։ Մի կին նստեց համասարանի մոտից մեքենան եւ երբ որ այդ երգը հնչեց, սկսեց մեզ հետ զայնակցել, շատ զարմացանք։ Եվ ընկերս հարցեց, ասաց դու այս երգերը գիտես, ասաց այո, ես գիտեմ։ Բա որտեղից գիտես, ես էլ քրիստոնյա եմ, ոնց ինչպես թե քրիստոնյա ես, եւ նա վկայեց, ասաց ես այդ համասարանի մոտից, որ ինձ վերցեցիք, ես դասախոս եմ, եւ դա իսլամական երկիր է, եւ ասաց մի օր քնած տեղս, իմ ընտանիքը շատ ռադիկալ իսլամական ընտանիք է, քնած տեղը ես քնեցի եւ երազիս մեջ մի անձնավորություն եկավ, ճերմակ հագած, դեմքը չէր երևում լուսափայլ էր։ Նա եկավ ինձ մոտ մեղմ եւ ապրեցնող ձայնով, երբեք նման ձայն չէի լսել։ Նա ասաց. Ֆաթիմա, եթե դու ուզում ես փրկվել, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Առաջին անգամ կյանքիս մեջ նման խոսքեր լսեցի եւ հարցրեցի, ասացի. ով ես դու։ Դու միայն ասում ես ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, բայց ով ես դու։ Եվ ասաց ես Հիսուսն եմ։ Եվ ասում ես արթնացա քնից, սիրտս
հուզմունքից արագ էր խփում։ Ներսումս մի բան էր կատարվում, տակն ու վրա էր եղել իմ ամբողջ ներսը։ Դա սովորական երազ չէր, ես շատ երազներ էի տեսել, բայց այս մեկն ուրիշ էր։ Ես հասկացա, որ ուրիշ մարդ եմ դարձել։ Բայց շատ վախեցա նաև, որովհետև իմ ամուսինը շատ կրոնավոր մեկն էր, իմ սկեսրարը հոգևորական կրոնավոր մեկն էր, եւ մեր տան մեջ միշտ նամազ էր լինում, մեր տան մեջ միշտ Ղուրան էր ընթերցվում եւ վախենում էի մի բան ասել։ Նստեցինք նախաճաշի։ Ամուսինը շատ անսովոր լուռ էր, սկեսրարը շատ անսովոր լուռ էր, կիսուրս էլ մեզ հետ նստած է, շատ լուռ էր, մի տեսակ խորթավոր էր մեր ընտանիքը։ Մեկ էլ սկեսրարը սկսեց խոսել։ Ասեց, ես այս գիշեր երազ եմ տեսել։ Այդ որ ասեց, իմ աչքը, իմ ունքը վերև բարձացավ, ամուսինս ասաց, պապա, ես էլ եմ տեսել երազ։ Կիսուրս ասեց, ինչ հետարքի է, ես էլ եմ այսօր հետարքիր երազ տեսել։ Սկեսրարս ասեց, չէ, իմ երազը ուրիշ երազ է, դուք այդ երազից տեսած չեք լինի։ Ասեց, երազից մեջ մի սպիտակ շորերով մարդ եկավ, դեմքը չէր երևում, լուսափայլ էր, նայեց ինձ եւ ասեց, Մոհամեդ, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եթե ուզում ես փրկվես, պետք է ինձ հետևես։ Ես ասացի, ով ես դու, ասեց Հիսուսն եմ։ Ասում է, այդ որ պատմես ամուսինս վեր թռավ, ասեց, պապա, այդ նույն անձը իմ երազից էլ ա եկել, եւ կիսուրս ասեց, ես էլ եմ իրան տեսել։ Ասում է, նույն գիշերվա մեջ մենք քնեցինք որպես մահմեդական, արթնացանք որպես քրիստոնյա։ Ասեց մեզ, պատմեց իր երազի վկայությունը, բացեց դուռը ու գնաց։ Ու մենք շվարեցինք, որ Հիսուսը երևում է այսօր մարդկանց։ Նրանց, ովքեր անգամ նրան չեն փնտրում։ Առավել ևս եթե փնտրես նրան կգտնես։ Ամեն։ Մեր փրկությունը լիարժեք չի լինի, եթե այն 3 կետը լինի, այս մի կետը չլինի։ Եթե ես մտով հասկանամ, որ այո, նա մեռավ, նա թաղվեց, նա հարություն առավ, բա ուր է ինքը։ Եվ 4-րդ վկայություն ավետարանի սա է, սա իմ վկայությունը եւ մեր, եւ նա երևաց, ինձ էլ երևաց։ Մեկ այլ անձնավորություն, էլի մահմեդական երկրում, ես հատուկ չեմ ասում, որտեղ սրանք փաստեր են, որ այդ մարկանց համար եւ ինձ համար էլ հետագայում խնդիրներ չհարուցեմ, մի կին որոշեց ինքնասպան լինել։ Վերցրեց դանակը, մոտեցեց իր երակներին, որ կտրի, եւ ուշագնաց եղավ, չդիմացավ, ուշագնաց եղավ ստրեսից եւ նորից մի, ասում է, սպիտակ հագուստով անձնավորություն ինձ հայտնվեց եւ ասաց քեզ վնաս մի տուր։ Ես քեզ համար մի տուփ եմ պատրաստել լիքը նվերներով եւ մի անձնավորություն կա, որի անունն է Վազգեն։ Ես այս պատմությունը անձամբ լսել եմ եւ ձեզ վկայում եմ այն, ինչ որ լսել եմ։ Եվ ասում է, այդ անձնավորությունը քեզ շուտով այդ տուփը, որ իմ նվերներն են, քեզ կուղարկի։ Այս քույրը, այս կինը վեր է կենում, սթափվում է, հույս է ստանում եւ սպասում է։ Ասում է, որոշակի ժամանակ մեր երկրից մի խումբ միսիոներներ են գնում այդ երկիր եւ այդ քաղաք։ Գնում են այդտեղ եւ այդ տեսիլքի մեջ իրան ասում է Հայաստանից է քո նվերը գալու։ Եվ գնում են այդ քաղաք, հյուրընկալվում են քրիստոնյա նախկին մահմեդականի տուն, նստում են սուրճ են խմում եւ այս կին ասում է ընկերուհուս էլ կանչեմ, ինքը դեպրեսիայի մեջ է, նևրոզ ունի, կանչեմ ինքն էլ գա, գուցե մի բան փոխվի իր մոտ։ Նա գալիս է, հետո հարցնում է, ասում է, օ հյուրեր ունեք, բա որտեղից եք, մենք Հայաստանից ենք, ասում է Հայաստանից եք, արդյոք դուք ճանաչում եք մի անձնավորության ում անունն է Վազգեն։ Ես երիտասարդներ շփոթվում են, ասում են Վազգենը այն մարդն է, որ մեզ հետ աշխատանք ա տարել, մեզ էլ ուղարկել է այստեղ, մեզ քաջալերել է, դուք որտեղից եք իրան ճանաչում։ Ասում ես իրան չեմ ճանաչում։ Բայց այդ ձայնը եւ այդ մարդը ինձ ասաց, որ մեկը կգա եւ Հայաստանից ձեզ նվեր կուղարկի, մի տուփ կուղարկի, որի մեջ իմ բոլոր հարցերի պատասխանն է։ Հիմա տուփը տվեք ինձ։ Այդ երիտասարդները, որոնց ես աշխատում եմ, իրանց սպառազինել էինք փոքրիկ, շատ փոքրիկ չիպերով։ Մի ժամանակ մեր հեռախոսների մեջ էինք դնում, չէ, SD քարտ էին ասում դրան։ Հիմա դրանք էլ վերացան։ Թեպետ կա, բայց փոքրիկ չիպեր էին, աննշան, որ չի էլ երևում, եւ այդ չիպերի մեջ մենք տեղադրում էինք քարոզներ, ավետարան, Աստվածաշունչ իրենց լեզվով, Հիսուս ֆիլմը իրանց լեզվով։
Եվ այդ միսիոները շփոթված ասում է տուփ չունենք, բայց մի բան կա, որ կարամ տամ քեզ։ Եվ հանում այդ չիպն է տալիս։ Դա էլ հատուկ նրա համար է, որ ապահով անցկացնենք սահմանը, հետո բռնվեցինք, հիմա էլ էլ չենք կարող մանենք։ Բայց կապ չունի, Հիսուսին բռնել չլինի։ Տալիս է, դնում է հեռախոսի մեջ եւ բարձվում այդ տուփը այդ չիպն է, որի մեջ լիքը օրհնություններ կա։ Այս քույրը, այս կինը ապաշխարում է իր կյանքը տալիս է Քրիստոսին։ Եվ այն ժամանակ Viber չկար, WhatsApp չկար, Skype-ով գտնում է ինձ։ Զանգեց։ Իր աչքերից արցունք էր գնում լացակումած։ Ասում եմ, լսել էի տենց մեկը կար, հիմա քեզ տեսնում եմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Քրիստոսը ինձ հայտնվեց, կյանքս փոխվեց։ Քույրեր եղբայրներ, սա իմ մասին չի վկայությունը, սա Քրիստոսի մասին է, նա այսօր էլ հայտնվում է մարդկանց։ Գուցե շատերիս համար աներևակայելի թվան այս պատմությունները, բայց սրանք իրական են եւ մարդիկ կյանքով վճարում են այս վկայությունների համար։ Նա երևաց իրական մարդկանց։ Հետո նրա երևալուց հետո ինչ եղավ, այդ մարդկանց կյանքը փոխվեց, չէ՞։ Այդ մարդկանց կյանքը փոխվեց։ Նրա երևալուց հետո կյանքերը ամբողջությամբ փոխվեցին։ Ասում է առաջինը երևաց Կեփասին, այսինքն Պետրոսին, որ երևաց ինչ եղավ։ Պետրոսը ուրացողից դարձավ համարձակ քարոզիչ։ Քույրեր եղբայրներ, սա եմ ուզում ասեմ, ում Քրիստոսը հայտնվում է, նրանց կյանքը փոխվում է։ Հարուցյալ Քրիստոսը ում հայտնվեց, նրանք նույնը չեն մնա։ Վախկոտը ուրացողը դարձավ համարձակ քարոզիչ եւ Երուսաղեմում հրեաներին ասաց. այն Քրիստոսը, որին դուք սպանեցիք, հարություն առավ։ Հետո այն 12 վախեցածներին, որ հայտնվեց, այդ վախեցածները դարձան քաջ նահատակներ։ Հակոբոսին, որ հայտնվեց իր եղբորը հայտնվեց, մարմնավոր եղբորը, որ չհավատացողից դարձավ եկեղեցու սյուն, Պողոսն է այդպես ասում, որ կարծվում է, չէ, թե սյուներ են, եւ դրանցից մեկը Հակոբոսն էր։ Ոնց կարող է երերուն մեկը, կասկածամիտ մեկը դառնա սյուն, Քրիստոսի հայտնությունը ամեն բան փոխում է։ Հայտնվեց Սողոսին կամ Պողոսին, որ Քրիստոսի պատճառով հալածող էր, նա հալածողից դարձավ հանուն Քրիստոսի հալածվող եւ մեծագույն առաքյալ։ Դու ինչ կասես քո մասին։ Երբ որ նա քեզ հայտնվեց, ինչ եղավ քեզ հետ։ Հիսուսի հանդիպելը մի պահ չի, այն շրջադարձ է։ Ամեն։ Դա պարզապես մի պահ չի։ Մենք մեր կյանքում շատերին կարող ենք հանդիպել, բայց ոչ մի բան էլ չփոխվի մեր կյանքի մեջ։ Բայց երբ որ հարուցյալ Քրիստոսին ենք հանդիպում, մեր կյանքը շրջադարձ է լինում։ Ամբողջությամբ արմատապես փոխվում է։ Նրանք, ովքեր տեսան հարուցյալ Հիսուսին, երբեք նույնը չմնացին։ Մեկ ուրիշ պատմություն, որ էլի մահմեդական երկրում էր։ Մի ուշ գիշերով տանտերը ում տանը ես մնում է, ասաց մի հատ ստեղ մոլա կա, ուզում ա քեզ տեսնի։ Ասացի, բայց ես չեմ ուզում իրան տեսնեմ։ Ինչ գործ ունեմ մոլաների հետ։ Ասաց, չէ, մի վախեցի։ Ինքը արդեն ապաշխարել է։ Ասում իսկապես մոլան ոնց կարող է ապաշխարի։ Եվ եկավ այդ անձնավորությունը, ծեր մի մարդ, ընկավ գետնին, գրկեց ոտքերս, ասես պատմիր քո Քրիստոսի մասին։ Բայց երբ որ ես իր վկայությունը լսեցի, ասացի դու պատմիր քո Քրիստոսի մասին։ Ես ուզում եմ ճանաչել քո Քրիստոսին, որովհետև դա շրջադարձային էր։ Ինչպես մի մոլա կարող էր դառնալ Քրիստոսին եւ դառնալ Քրիստոսի վկայողը, ինչպես Քրիստոսը նրան հայտնում։ Չեմ մանրանա պատմության մեջ, բայց իր տղայի միջոցով լսեց ավետարանը, որը Կիպրոսից էր վերադարձել եւ այնտեղ նրան ավետարան էին տվել, կյանքը փոխվել էր, հետո չկարողացավ տղային փոխել, խայտ առակվեց ամբողջ քաղաքում, որ իր տղան դարձել էր քրիստոնյա, ծաղրվեց, փախավ մայրաքաղաք, գնաց պահակություն արեց, ասում է օրեկան քանի անգամ ասում էի Քրիստոս, ես քեզ ատում եմ, քո պատճառով աշխատանքիցս զրկվեցի, հոգևորական էի, մոլա էի, բոլորը ինձ ամաչեցնում են հիմա, ես քեզ ատում եմ, եւ ասում եմ մի անգամ փողոցն անցնելիս, տեսա մեկ ուրիշ պատկեր, երկու անձնավորություն ջրի մեջ կանգնած գետի մեջ, եւ մեկը մյուսին ընկղմեցնում էր ջրի մեջ, ասում է թաղեց ջրի մեջ, հանեց, հետո շուռ եկավ, քանի որ մեջքով էին կանգնած, շուռ եկավ, տեսա
Հիսուսն է, որին ես ատում էի, բռի մեջ ջուր վերցրեց, ցողեց ինձ վրա եւ ասեց Հուսեին, այսօրվանից դու ինձ ես պատկանում։ Եվ մոլան Հիսուսին ատողը դարձավ հայտնի ավետարանիչ, բայց հայտնի ավետարանիչ դարձավ։ Ինչպես կարող է մեկը նման շրջադարձ ունենալ, եթե Քրիստոսը կարող է մուսուլմաններին հայտնվել եւ նրանց կյանքը փոխվի, միթե չի կարող իմ կյանքն էլ փոխել ինքը։ Տեր, ինձ էլ հայտնվի։ Կապ չունի 20 տարի առաջ ես ինձ հայտնվել, այսօր էլ ինձ հայտնվիր, այսօր էլ ինձ նորոգիր եւ իմ կյանքը փոխիր։ Եվ երրորդ կետը, եթե նա երևաց իրական մարկանց եւ այդ կյանքերը փոխվեցին, արդյոք նա այսօր երևացել է քեզ, թե դեռ սպասում ես։ Տինակույրս տնային եկեղեցում հետարքիր վկայություն տվեց իր տեքոր կնոջ ապաշխարության մասին, ասում եկա բուժական, բուժվեց բուժականում, այսինքն ապաշխարեց, գնաց տուն, բայց ոչինչ չասեց։ Ասում տան անդամները նայեցին նրան, ասին մամա ինչ ա եղել քո հետ։ Մի բան փոխվել է, ոնց իմացան, դեմքը փայլում էր, դեմքը փոխվել էր, արտահայտությունը փոխվել էր։ Երբ որ Քրիստոսը հայտնվում է, մարդը փոխվում է, դեմքը փոխվում է։ Երբ որ Մովսեսը սարի վրա էր, Աստծո հետ հաղորդակցվում էր, սարից իջավ, գրված է այնքան լուսափայլ էր, որ մարդիկ չէին կարողանում նայել Մովսեսի դեմքին։ Այսօր շատերն է չեն կարողանում ոմանց դեմքին նայել իրանց մռայլ, նամրոտ հայացքների պատճառով։ Շատ հավատացյալներն էլ այդպիսին են։ Երբեմն այնպիսի դեմքով են տուն գնում, կարծես ոչ թե եկեղեցուց են տուն գնում, այլ գերեզմանոցից են տուն գնում, կամ ռինգից են դուրս եկել, չգիտեմ որտեղից են, պատերազմից են վերադառնում։ Քույրեր, եղբայրներ, եկեք փոխենք մեր դեմքի արտահայտությունը։ Ասում եմ, մի եղբայր, մեր Վանաձորի եղբայրներից, իրանց այդ զավեշներ շատ ա լինում, ասում եմ, մի կիրակի օր տեսնեմ մեր եղբայրներից մեկը մռտնած, ունքերը կիտած, ասում եմ, մոտեցա, ասա գլխին մի օին շինեմ, ասի եղբայրս ասի, այսօր ես գնալու եմ Պանիխիդա հոգեհանգիստ, ունքերդ կտաս պարքով, գնամ գամ հետ կտամ քեզ։ Ասում եմ, ինչ ես ասում։ Ասում եմ, տնաշեն դեմքդ մեռելի դեմք անեն, սազական է այդ Պանիխիդային, հագնեմ գնամ հետ կտամ քեզ։ Ասում եմ, անգամից դեմքին ժպիտ եկավ։ Ինչ ենք մենք մռտնում շատ անգամ, ինչ ենք մենք այլայլվում։ Հիսուսը լեռան վրա գրված է պայծառակերպվեց։ Մեզ էլ պայծառակերպիր Տեր, որ մենք ժպտանք, մեզ էլ ժպտանք, մեկ հայլում ես կանգնիր, տարօրինակ չի, մի մտածի թե մի բան խանգարվել է քո մեջ։ Քեզ ոչ ոք քեզ չի ժպտում, կյանքն էլ քեզ չի ժպտում, կարաս քեզ ժպտաս։ Ինքդ քեզ ժպտա։ Մամիկո եղբայրը արդեն այդ մտքից սկսեց ծիծաղել ու ժպտալ։ Քեզ մի հատ լավություն արա, քեզ հետ խոսիր։ Դավիթը խոսում էր եւ դա տարօրինակություն չի, հայլում մեջ խոսի քո հետ։ Ասել է դեմքիդ նայ մի հատ։ Էս ինչ է շփոթվել, այնես դեմքա ոնց որ Քրիստոս հարություն չի առել։ Ժպտա, ուրախացիր։ Արդյոք նա քեզ երևացել է։ Եթե երևացել է, պետքա երևա, որ քեզ երևացել է։ Ամեն, չես կարող թաքցնել։ Մովսեսը չկարողացավ իր երեսը թաքցնել։ Նա փայլում էր։ Մենք էլ դառնանք փայլուն հավատացյալներ։ Մի հետարքիր վկայություն կասեմ, մի անձնավորություն պաշտոնյա մեկը իր աշխատակցին մեր քույրերից մեկին ասել է, ճիշտն ասած ասել է, ուզում եմ ձեր եկեղեցի գամ։ Զարմացել է լսողը, որ իր հետ աշխատում է, գոլեգա է, եւ ինքն էլ պաշտոնյա մեկն է, ես էլ չասեմ ով Եվ ասում է, բայց ինչու հենց մեր մոտ եք ուզում գաք, մեր եկեղեցին եք ուզում գաք, ինչն է ձեզ դրդել, որ գաք մեր եկեղեցի։ Ասում է, լսի, ասում է, 2 անգամ կիրակի օրերը պատահական անցա տեղով, այդ ժողովուրդ հետ մասան, որ դուրս եկավ այդտեղից, հատուկ մարդիկ էին, իրանց դեմքը, իրանց հագուստը, մի տեսակ շատ հատուկ էին, մի տեսակ շատ հետաքրքիր էին, ուզում եմ ներս գամ, տեսնեմ ձեր ներսում այդ ինչ է կատարվում, որ դուրս գալուց տենց են դուրս գալի, ասում լավը ջղայնացած ժամանակ ես չեմ եղել, այդտեղ կանգնած, թե չէ ուրիշ բան կմտածեր, բայց մեր հայացքը մեզ մատնում է, մեր կեցվածքը,
Մեր խոսույթը մեզ մատնում է։ Եթե նա քեզ երևացել է, ուրեմն դա պետք է երևա քո կյանքի մեջ։ Ինձ էլ երևաց գրեց Պողոս առաքյալը։ Դու կարող ես չտեսնել նրան ֆիզիկապես, բայց Քրիստոսի հարության ներգործությունը չնկատել չի լինի, քույրեր եղբայրներ, ես երբեք նրան ֆիզիկապես չեմ տեսել իմ աչքերով, բայց միշտ տեսել եմ նրա գործը, միշտ հանդիպում ունեմ նրա հետ, երբ որ ես աղոթում եմ, զգում եմ նրա ներկայությունը, նա գալիս է, նա երևում է, երբ որ քո մերժվածության մեջ դու վայելում ես նրա սերը, նա երևում է քեզ, երբ որ մեղքի բեռի տակ ջարդված ապաշխարում ես եւ թեթևություն ես զգում, դա նրա երևալն է։ Երբ որ դժվարության ու մենակության մեջ զգում ես մի ձեռք ուսիդ վրա իջավ եւ ասած քաջացիր, ես քեզ հետ եմ, դու մենակ չես, դա նրա հայտնությունն է քո կյանքի մեջ։ Սրանք նշաններ են, որ նա երևում է։ Եվ արդյոք հարցը հետևյալն է, արդյոք Քրիստոսը եղել է, դա բոլորը կարող են մտածել, բայց արդյոք Քրիստոսը երևացել է քեզ։ Շատերս կարող ենք ասել, հավատում եմ, որ նա եղել է, հավատում եմ, որ հարություն է առել, հավատում եմ, որ եղել է, բայց այսօր կարող ենք ասել, նա երևացել է ինձ։ Պողոսի ավետարանը սա էր, պարզ ավետարան էր, Պողոսի քարոզախոսությունը սա էր եւ դա մերն էլ պետք է լինի, նա եկավ աշխարհ, նա մեռավ, թաղվեց, դրվեց գերեզման, հարություն առավ եւ հետո ինձ երևաց։ Այսօր դու էլ կարող ես Պետրոս լինել, ուրացող Պետրոսի նման, բայց նա պատրաստ է քեզ երևա։ Պողոսի նման Քրիստոսին հալածող լինել, նա պատրաստ է քեզ երևա այսօր եւ Հակոբոսի պես կասկածամիտ լինել, նա պատրաստ է այսօր քեզ երևա։ Ուզում եմ պատասխանատվությամբ մի բան ասել։ Նույն Հիսուսը այսօր հիմա այստեղ է եւ հիմա ուզում է քեզ երևալ։ Քեզ երևալ, քեզ հայտնվել։ Գուցե մարդիկ հարցն ասեն, բա հիմա ինքը երևում է։ Պատասխանը սա է այո։ Եթե սիրտդ բացես, նա կգա, նա կերևա։ Ասում ես կանգնած եմ դռան առաջ եւ թակում եմ, եթե մեկը դուռը բացի եւ ես ներս կգամ եւ նրա հետ ընթրիք կանեմ։ Ուզում եմ, որ այսօրվա վերջում այս հարության տոնին մեր ավետարանը ամբողջական լինի, 4 կետանի լինի, 3 կետանի մենակ չլինի, որ նա մեռավ, նա դրվեց գերեզման, նա հարություն առավ, լավ է, բայց իմ ավետարանը 4 սյուն ունի, 4 հենարան եւ երևաց ինձ։